Բարև ձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահական ընտրություններ, Վահագնի և հայրենիներու արժանապատիվ մրցանակները հայրենասերական ոգով, Անտրանիկ Զորավարի դուն թանգարան, Արևմտյան Հայաստանի ներկայացուցիչի այցելությունը, Արևը ծածկվեցավ մառախուղով, Արցախի մշակութային ժառանգությունը գործանման եզրին է, Լեռնիկ Հովհաննիսյան, Արցախը որպես քարոզչական ուղղություն, Չարլզ Ուիլիի առաքելությունը, Ամերիկայի Միացյալ Նահանգներու պետքարտուղարի դեղակալը հարկանքի դուք մատուցած է հայրու ցեղասպանության զոհերու հիշադակին։ Հայրու թեմ իրականացված ցեղասպանության ողջագոչման թարավոր ուղին Հարություն Մարությանի նոր գիրքին մեջ։ Արևմտյան Հայաստանի ազգային ժողովը կկազմակերպի Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրության պաշտոնական արարողությունը, որտեղի պիտի ունենա նոյեմբեր 22-ին ժամը 11:30 մինչև ժամը 4-ը։ Ազգային ժողովը սիրով կհրավիրի բոլոր պատվիրակները եւ հյուրերը մասնակցելու ընտրության, նախապես լրացնելով Western Armenia պաշտոնական գայքին մեջ նշված հայտարարումը։ Վահագն ռազմահայրենասիրական գազམ་ագերբությունը հիշարժան միջոցառումը կազմակերպած էր Քարեքին նշտեհի արձանին մոտ։ Արևմտյան Հայաստանի պատվիրակությունը ազգային խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամյանի գլխավորությամբ ներկա էր եւ մասնակից դարձավ այդ հանդիսավոր արարողության։ Միջոցառման մասնակցած էին նաեւ բազմաթիվ երիտասարդներ, որոնց մեջ երկուքը արժանացան Վահագն գազམ་ագերբության պատվոգրերու իրենց հայրենասիրական նվիրումին եւ հասարակական գործունեության համար։ Միջոցառման կարևորագույն բահերեն մեկը իշխանի շղթայի փոխանցումն էր։ Այս խորհրդանշական շղթան կդրվի այն անհատներուն, որոնք իրենց նվիրումով եւ աշխատանքով արժանացած են պահպանելու եւ դարածելու հայկական արժեքները։ Երիտասարդներուն ուրախությունը գտնապատկվեցավ այն բահին, երբ անոնք ստացան նաեւ վիշապաքաղի արձանիկներ, խորհրդանշելով հայ մշակույթի եւ հայրենասիրական ոգիի զորությունը։ Միջոցառումը համընկած էր նաեւ Ավետիք Իսահակյանի հիշադակին նվիրված սոնագադարություններուն հետ։ Նշվեցավ բանաստեղծի ծննդյան 150-ամյակը, Գրադարանի 90-ամյակը եւ Դուն թանգարանի 70-ամյակը, ինչը շեշտեց հայ մշակույթի եւ հայրենասիրության անկախտելի գաբը։ Նշվեցավ նաև բանաստեղծի ստեղծագործություններու ասեցիկությունը եւ իր արվեստի հանրահռչակման կարևորությունը, որ նոր սերունդին փոխանցեց հայրենասիրության եւ մշակութային ժառանգության արժեքները։ Օրերս Արևմտյան Հայաստանի Հանրապետության մեր ներկայացուցիչը այցելեց Անտրանիկ Զորավարի դուն թանգարան, ուր անչերմ ընդունելություն ստացավ թանգարանի հիմնադիր տնօրենի եւ աշխատակազմի կողմէ։ Զրույցի ընթացքին անդրադարձ կատարվեցավ թանգարանի հիմնադրման հետաքրքրաշարժ պատմություններուն, Անտրանիկ Զորավարի սխրագործություններուն Արևմտյան Հայաստանի մեջ, ինչպես նաեւ հետաքրքրաշարժ իրադարձություններ կապված թանգարանի մեջ տեղ գտած իրերու մասին։ Տնօրենը Դիգին Ժորժետան մեծ շերմությամբ պատմեց հայ ֆիդայիներու հերոսական ճանապարհի մասին, որոնց հիշադակը պահպանված է թանգարանի մեջ տեղ գտած առարկաներու եւ փաստաթուղթերու ցևով։ Թանգարանը բացված է 1995-ին Անտրանիկ Օզանյանի 130-ամյակի առիթով։ 2 տարի անց փակված է եւ հետո դարձյալ վերաբացված է 2006-ին։ Թանգարանի շենքը երկհարգանի կառույց է, որն ունի 2 ընդարձակ դահլիճ։ Այստեղ ներկայացված բոլոր իրերու պատմությունները ներկայացուց Տիգին Ժորժետան, ով անմիջական կապ ունեցած է թանգարանը ներս տեղ գտած յուրաքանչյուր փաստաթուղթի եւ իրի ձեռքբերման հետ։ Թանգարանի ցուցանմուշներուն մեկ մասը Զորավար Անտրանիկի անձնական իրերն են, որոնք բերված են Բուլղարիայի իր տունեն։ Թանգարանի ամենանշանավոր ցուցանմուշներն մեկը Անտրանիկի Բալկանյան պատերազմի մասնակցած թուրն է, իսկ թանգարանին գից փոքրիկ բուրագի մեջ կարելի է տեսնել քանի մֆիդայիներու քանդակներ։ Հայրը սկսեր, որ ինք ֆրանսիացի է եւ Հայաստան գոյություն չունի։ Այնուամենայնիվ կխոսեր իր ծննդավայրին մասին, որ ինքը կոչեր Հայաստան։ Բայց ես մեծա այն զգացումով, որ Հայաստանը, իմ Հայաստանը միայն դիկրանագերդով չէր սահմանափակվիր։ Երբ հասակ 40-ի, ուսիս վրա բայուսակսեր մեջքիս 2 պատերազմի ծանրությունը եւ Գաբրեի Բոյնես Այրես Արժանտին։ Գիրագիմը ընկերմը ինձ ցույց տվավ հայկական եկեղեցին։ Այդ պահուն, երբ բազմությունը գվազեր աստիճաններով վար, ես կանգնած էի մայթին լուր եւ հուսված դիդերով զանոնք։ Անոնք կարծես համեմատություններ գնեին, փորձելով թիմակից մկտնել, որ մորս կնմաներ, որոն մասին միայն թույլ հիշողություններ ունեի։ Այդ պահուն սկացի, որ պետք է վերադառնամ իմ արմատներուն, դեպի գենած ծառը զոր գործընծուցած էինք։ Այդ բահեն սկսա գապ հաստատել Արևելյան Հայաստանի տեսմանադուներուն հետ, խնդրելով տալ փաստաթուղթը իմ ձակումս հաստատելու համար, բայց աբարթյուն։ Անոնք տվին միայն անձնակիրմը, այն ինչ կրնային տալ։ Մեկը նույնիսկ առաջարկեց ճամփորդել Հայաստան, ինչը քրողի եւ լուսանկարիչի համար գրնար ըլլալ հիանալի առիթմը։ Ես շնորհակալությամբ մերժեցի։ Իմ ակնկալությունը դարբեր էր։ Կուզեի ձակումս հաստատող փաստաթուղթ, որբեսի երբ ժամանակը կա, իմ ժառանգները ջանցվին որպես Արևմտյան Հայաստանի քաղաքացիներ եւ ստանան Այդ բահեն ես ծանոթացա հայ ժողովրդի ողբերգության, ուսումնասիրեցի ցեղասպանության պատմությունը, հետևանքները, մանրամասները, մտածողությունները։
Միակ ապացույցը, որ կրնա հաստատել ծեր ձակումը, միայն Արևմտյան Հայաստանն է, որ կուտա։ Ոչ մեկ կառույց աշխարհի վրա կրնա նույնքան օրինական ըլլալ։ Հարգելի հայրենագիտներ, նույն ամբողջությամբ կարելի է գարտալ Western Armenia պաշտոնական գայքեն։ Արցախցիներու բռնակախտեն ետք մեր ոչ նյութական եւ նյութական մշակութային ժառանգությունը գործանման վտանգի առաջ կանգնած է։ Ադրբեջանը այսօր այդ հարցով անցած է բոլոր գարմիր գիծերը։ Ոչ մեկ միջազգային կոնվենցիա կհետաքրքրեզինք։ Արցախի դեղահանութենեն ետք մարդահրավերներ եւ լուծումներ խորակրով քննարկման ընթացքին ըսավ հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի թեմական խորհրդի ադենաբեդ Արցախի մշակույթի երիտասարդության հարցերու եւ զբոսաշրջության նախկին նախարար Լեռնիկ Հովհաննիսյան։ Ան նշեց, թե առաջին հերթին հայկական մշակութային ժառանգությունը Ադրբեջանի գոմե յուրացումն է։ Ասիկա նոր բան չէ։ Այդ գործընթացի սկիզբը դրված է դեռ 1920-1930-ական թվականներուն։ Ադրբեջանական ժողովրդի ձգման այսպես կոչված ավանական գիծ երկընտրանքը գլխավորապես հիմնված է յուրացման քաղաքականության վրա։ Հաջորդ քայլը բարձրապես ոչնչացումն է։ Մենք դարբեր դեղեկատվական միջոցներով սորվեցանք, որ արդեն գոյություն չունի Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ կանաչ ժամը, Փերծորի Սուրբ Համբարձումը, Հադրութի շրջանի Մոխրենես գյուղի Սուրբ Սարգիսը, Մարիամացորի Սուրբ Աստվածածինը։ Ունենք նաև հարյուրավոր վանդալիզմի դրսևորումներու փաստեր, որոնց մասին դեղյակ ենք։ Մեզ կզրգեն մեր պատմական բնապատկերեն, որ մեր ինքնության հիմնական պայմաններեն մեկն է ըսավան։ Ինչ կվերապերի ոչ նյութական մշակութային ժառանգության, որուն հիմնական գրողը մարդն է, Հովհաննիսյան ըսավ։ Այսօր մեր պատմական բնապատկերեն գդրվելով Արցախցին այլևս ի վիճակի չէ վերարտադրել այն մշակութային հատկությունները, որոնք ունեցած է իր հայրենիքին մեջ։ Իսկ այսօր թիվ 1 խնդիրը արցախցիներու արտակախտն է եւ անոնց սփռված կյանքը Հայաստանի դարածքին։ Եթե գուզենք, որ արցախցիներու ինքնությունը պահպանվի, ապա թիվ 1 խնդիրը համայնքի միասնական բնակեցումն է։ Վերջին դարիներուն Ադրբեջանի իշխանությունները միդումնավոր գերբով զբոսաշրջային խումբեր կբերեն Արցախ, շրջակայություններ իրականացնելով իրենց վերահսկողության տակ եւ օգտագործելով զանոնք հագահայկական քարոզչության նպատակով։ Այս գործընթացին մեջ հատկապես կդարբերի Most Traveled People նախաձեռնության հիմնադիր Չարլզ Վիլին, որ 2022-ին ի վեր կազմակերպած է շարք այցելություններ Արցախ, ներկայացնելով զանոնք իբր ճանաչողական ուղևորություններ։ Իրականության մեջ այս այցելությունները կսպասարկեն Ադրբեջանի փափուկ ուժի քաղաքականությունը։ Զբոսաշրջիկներուն կցուցադրվին իբր բռնագրավման հետևանքները, մինչդեռ Վիլին ադրբեջանական լրատվամիջոցներուն մեջ կդարածի հագահայկական պատմություններ, գովերքելով Բաքվի վարչագարկը։ Հայրուց ցեղասպանության հուշահամալիր այցելած է Ամերիկայի Միացյալ Նահանգներու պետական քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ալիսոն Հուքերը։ Բարձրաստիճան հյուրը եւ անոր ուղեկցող պատվիրակության անդամները ձաղիկներ խոնարեցին անմար գրակին մոտ, ապա շրջեցան հուշահամալիրի տարածքով։ Հուշաբատին մոտ անոն գանքարին հայրուց ցեղասպանության դարիներուն Կոստանդնուպոլսո մեջ Ամերիկայի Միացյալ Նահանգներու տեսփան Հենրի Մորգենթաուի, ինչպես նաև ամերիկյան Գարմիր խաչի հիմնադիր Կլարա Բարթոնի հուշակարերուն մոտ, որոնք նշանակալից դեր ունեցած են հայ ժողովրդին դրամատրված մարդասիրական աջակցության ծրագիրներուն մեջ։ Միջազգային մեծ համբավ ունեցող հրադարակչադոնը կդեղեկացնե, որ արդեն լույս տեսած է հայրուց ցեղասպանության թանգարան ինստիտուտի բաժնիվարիչ պատմական գիտություններու դոկտոր Հարություն Մարությանի մենակրությունը։ Գիրքը կներառե 1919 թվականի մեծ եղերնի առաջին հանրային հիշադակումները Կոստանդնուպոլսո մեջ, հայրու դեմ իրականացված ցեղասպանության նյութի սահմանափակումներն ու անոնց հաղթահարումը խորհրդային շրջանին, Սփյուռքի թերագադարությունը, ինչպես նաև հայրու ցեղասպանության հուշահամալիրի շուրջ ձևավորված ավանդությունները։ Հեղինակը առանձնահատուկ ուշադրություն կդարձնե գհիշեմ եւ կբահանջեմ գարկախոսի պատմական եւ քաղաքական զարգացման։ Հեղինակը իր մենակրությունը նվիրած է Վանի 1915 թվականի ինքնապաշտպանության հերոսներուն պայծառ հիշադակին։ Գիրքը նախատեսված է պատմաբաններու, մշակութաբաններու եւ ընթերցողներու լայն շրջանագին համար։ Արևմտյան Հայաստանի ազգային խորհուրդը գծավի, որ հեղինակը այս նախագիծը չէ գիսած Արևմտյան Հայաստանի հետ։ Հեղինակը գուցե պիտի ըմբռներ, որ ցեղասպանության հանցագործությունը չի հիշադակվիր, սակայն պիտի հասկանար նաև, որ հայ ազգը ամեն տարի ապրիլ 24-ին հարկանքի դուր կմատուցե հայրու դեմ իրականացված ցեղասպանության զոհերուն հիշադակին, որոնք կատարված են 3 թրքական կառավարությունների կողմէ 1854-1923 թվականներուն։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան ենք նախադեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։